Խորհրդային տարիներին Օձունի գյուղատնտեսությունն աչքի էր ընկնում ոչ միայն հացահատիկի մշակությամբ, այլև ծխախոտագործությամբ։ Անցած տարի փորձնական 3 հեկտար ծխախոտ է ցանվել։ Գյուղապետ Արսեն Տիտանյանն ասում է, որ այս տարի նախատեսվում է ցանց կատարել 100 հեկտար տարածքում։ Օձունի թե հողերը եւ թե կլիման ամբողջությամբ համապատասխանում են գյուղատնտեսական այդ ճյուղը զարգացնելուն։ Իհարկե այսօր այդ աշխատուժը չկա, այդ հնարավորությունը չկա։ Առաջ դե սոնխոզ կոլխոզ էր, նրանք մեծ հնարավորություններ ունեին, մեծ աշխատուժ ունեին, մեծ տրանսպորտ ունեին։ Այսօր չկա այդ հնարավորությունը, այսինքն համարյա մեր գյուղը հնարավորություն ունի իր աշխատուժով մոտ 20 հեկտարից ավել չի կարա այսօր ծխախոտ աճեցնի։ Իսկ առաջները 100 հեկտար էր մոտ հասնում։ Ռոռոկման ջրի հետ կապված ոչ մի խնդիր չունենք, ընդհակառակը այսօր դաշտերը, որ ամայացել են, ռոռոկման ջուրը այսօր ավելի շատ է, սպառող չկա, ինչքան պետք է ռոռոկման ջուրը ռոռոկման տնտեսությունը այսօր կարողանում է ապահովի։ 73-ամյա Շավարժ Աթաբեկյանը երկարամիջումից հետո իր մասնագիտական գիտելիքներով օժանդակում է գյուղում վերսկսված ծխախոտագործության առաջին քայլերին։ Ծխախոտը երկար ժամանակ կոլխոզ տնտեսությունը շատ ցանվեց, իրացվեց, սովխոզ տնտեսությունը կարճ ժամանակ ու հանվեց։ Միանգամից հանվեց այդ կուլտուրան, անցան այլ կուլտուրաների կարտոֆիլ, հացահատիկ, բանջարեղեն եւ այլ եւ այլ։ Այս որ նախաձեռնել են գյուղը, դա ինձ համար շատ ուրախալի, որովհետեւ գործին ընթացքում ծանոթ եմ եղել, աշխատել եմ, process-ին ծանոթ եմ, որոշեցի անպայման օժանդակեմ, որովհետեւ սա մեր գյուղի համար մեծ պատիվ է, միջոցել է եւ աշխատատեղի եւ ինչ որ մի օժանդակ։ Վարպետ Շավարժն ասում է, որ առաջին փուլը ջերմոցային տնտեսությունն է։ Ջերմոցային տնտեսությունը հասարակ աշխատանք չի։ Պահանջկոտ տեղին ծավալուն աշխատանք է, որ դա միջև սածիլը դաշտ տեղափոխումը մեծ քրտնաջան աշխատանք կատարես, որպեսզի սածիլը ստանաս։ Իսկ եթե մի քիչ ճիշտ չկազմակերպվեց, սխալ կազմակերպվեց, արդեն ամբողջ աշխատանքը իրան չի արդարացնի, էլ ոնց որ պետք է։ Այսօրվա վիճակով մանավանդ պետք է ընտրես որ ճյուղն է եկամտաբեր, որ ճյուղն է, ասենք շուկային հարմար, որ ճյուղն է բարիք ստեղծող շատ, հախուռը կարգով հնարավոր չի։ Պետք է խիստ լավ մտածված, կատարելագործված աշխատանք ձեռնարկես, որպեսզի հետագա արդյունքից էլ օգտվես։ Որպեսզի սածիլը պաշտպանենք, պետք է պայքարի ուժեղ միջոցներ ձեռնարկվեն, ասում է Շավարժ պապը, իսկ դա հեշտ գործ չէ։ Մի հասարակ գերբիցիդ ինչ որ թունավոր քիմիկատ կամ ինչ որ մի բուժման դեղորայք այնպիսի արժեքներ ավերեն դրած, որ հնարավոր չի մեր ուժը որ դրան ստեղծես ինչ որ իսկ առանց պայքարի միջոցների հնարավոր չաճեցնել։ Օձունի համայնքապետը կարծում է, որ ձեռնարկված գործը լավ արդյունք կտա, մանավանդ որ անցած տարվա եկամտից գյուղացիները դժգոհ չեն եղել։ Պայմանագիրը արդեն կնքված է Մասիս տոբակոյի հետ, իրանց այդ նախնական պայմանություններն են։ Ուրեմն 3 տեսակ ծխախոտի գին ունի Մասիս տոբակոն։ Ուրեմն առաջի տեսակը 750 դրամ, ամենալավը։ Հա, միջին տեսակը ուրեմն 650 դրամ, կիլոգրամը եւ 450 դրամ արդեն են անորակը։ Արման Շնիազյան, Արման Տիտանյան, Տուրեր։